Այժմ տեսնենք արտերն ինչ ինֆորմացիա են ուզում հաղորդել երկօրյակներին, ինչ է կարևոր երկօրյակներին իմանալ այս պահին։ Երկու կարտ են դուրս գալիս միասին։ Ինչեր եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ 10 պենտակլի, տեսնում եմ աշտարակը քանդվում է, տեսնում եմ տուզը ջահերի եւ տեսնում եմ թագուհուն թրերի։ Ինչ որ հարցում, ինչ որ Ձեզ համար շատ կարևոր հարցում կարող եմ ասել հիասթափություն եք ապրել։ Տեսեք, չգիտեմ, պլաններ եք գծել ինչ որ հարցի շուրջ։ Սա կարող է լինել ֆինանսական եւ ոչ ֆինանսական։ Պարզապես դուք 10 մաքսիմումն է, դուք բավականին ջանքեր եք ներդրել եւ հանկարծ ինչ որ հիասթափություն եք ապրել։ Տեսնում եք, աշտարակը քանդվում է, այսինքն դուք այսպես կառուցում եք աշտարակը բավականին երկար ժամանակ, բավականին ջանք եք դնում եւ հանկարծ ձեր աշտարակը փլուզվում է, այսինքն ինչին որ հավատում եք, որ լավ պետք է լինի, հանկարծ կարող է հասկանաք, որ կամ կարող եք հասկանալ, որ սխալ ուղղությամբ եք գնում եւ իրականում ձեզ պետք չէր, չէ՞, մեկ-մեկ այդպես լինում է, ինչ որ չեմ կարող ասել ինչի հետ կապված, աշխատանքում, կարիերայում, հանկարծ հասկանում եք, որ դա ձերը չէ, որտեվ աշտարակն իրականում կարող է նշանակել ձեր արժեքները, ինչին որ հավատում եք, հանկարծ փլվում է, հանկարծ չեղյալ է համարում, հանկարծ հասկանում եք, որ դուք չեք ուզում, իրականում ինչ որ ձեզ թվում է դու այսքան շատ ուզում եք, իրականում դա ձեզ պետք չէր, որովհետև ես այստեղ տեսնում եմ նոր ջահը, այսինքն նոր գաղափար, նոր հանկարծ միտք է ծագում, որ հասկանում եք, որ այս բոլորն անիմաստ է, դուք այս սխալ ուղղությամբ այսքան ջանք եք դրել, բայց իրականում դա ձեզ պետք չէր, որովհետև մի նոր ճանապարհ կա, մի նոր ուղի, մի նոր գաղափար կա, որի ետևից պետք է գնաք, եւ որ կլինի ճիշտ ուղղություն ձեզ համար, եւ սա էլ թագուհին թուրը ձեռքին, սա այն մարտական տրամադրված թագուհին է, կարող է տղամարդ լինել, կարող է կին լինել, ոչ մի նշանակություն չունի, սա այստեղ չի նշանակում կին լինի, բայց դուք այսպես այս նոր գաղափարի հետևից շատ ավելի մարտական կգնաք, շատ ավելի մարտական տրամադրված կգնաք, կարտերի խորհուրդը, եթե ասեմ այս պահին ինչ են ձեզ ուզում ասել, ուշադիր եղեք ինչի վրա եք այդքան ժամանակ ջանքեր ներդնում, միգուցե չարժի, միգուցե նոր ճանապարհ պետք է գնաք եւ ավելի ջանքեր թափեք եւ ավելի տրամադրվեք այդ նոր ուղղությամբ, չգիտեմ, ձեր նպատակներին հասնելու համար, այդպես էլ է հնարավոր, ինչպես կարող եք, այնպես էլ ընդունեք, ում ինչպես որ կվերաբերվի, սա կարող է լինել ֆինանսական հարցեր իմիջիայլոց, ինչ որ ֆինանսական գործարքի անդադ չարչարվում եք, ուզում եք այս գործարքը պետք է անպայման կայացնել, այս մարդկանց հետ չեն ուզում, հրաժարվում են, չի ստացվում, չէ, ես անպայման այս գործարքի հետևից պետք է գնամ, բայց իրականում կարտերն ասում են այս պահին, որ միգուցե եւ ոչ, միգուցե ձեզ նոր գաղափար է պետք, նոր ձևեր է պետք, նոր մարդկանց հետ պետք է համագործակցել, նոր ուղի գտնել գումարները, ձեր ցանկացած գումարները վաստակելու համար, եւ սա էլ ձեզ ասում է, որ դուք ավելի մարտական կլինեք եւ թագուհին հաղթող է դուրս գալիս, թագուհի է վերջապես եւ կկարողանաք ձեր նպատակին հասնել եւ սա կլինի ձեզ համար ճիշտ նպատակ։ Էլ եմ ասում, ինչպես վերաբերում է, սա կարող է լինել կարիերայի, աշխատանքի, անձնական հարաբերությունների, ֆինանսի, ամեն ինչի հետ կապված։ Վերանայեք ձեր նպատակներն ու ձեր ծրագրերը, ուղղությունը ուր եք գնում, որտեղ միգուցե դա ճիշտ ճանապարհ չէ, բայց ոչ թե ճիշտ ճանապարհ չէ, հիասթափվեք, նորից եմ ասում, բայց ավելի լավ ճանապարհ կա, շատ ավելին կա ձեզ սպասվում է, դուք ուղղակի պետք է գնաք դրա հետևից։ Այժմ տեսնենք ինչ են ուզում կարտերն ասել, ինչ կարևոր ինֆորմացիա ունեն խեցգետինների համար այս պահին։ Չտակրիր, այս կարտն արդեն 3 անգամ դուրս եկավ։ Տեսնում եմ պաժը, պենտակլի, տեսնում եմ արև եւ տեսնում եմ ջահերի տուզը, արև, տուզ, շատ գեղեցիկ եմ տեսնում։ Կարտերն ուզում են իմանաք, որ չեմ կարող ասել, թե այս ինչ գաղափար է, որ նոր, ինչ որ գաղափար է
ձեր մեջ առաջացել, ինչ որ նպատակ, ինչ որ ուղղություն եք ընտրել, որ նոր է, դեռ սկզբնական շրջանում է, հոյակապ գաղափար է, շատ ճիշտ գաղափար է, ճիշտ ուղղությամբ եք գնում, դա ձեզ ճիշտ տեղ է տանում, տեսնում եք ջահը, ձեռքերը, այո, սա նոր գաղափարն է, սա էլ է նոր, սա էլ է նոր, ինչ որ նոր ծրագիր եք գնացել, ներողություն, նոր ծրագիր եք ձեզ համար ընտրել, նոր ուղղություն, չեմ կարող ասել, կարիերայում է, աշխատանքում է, կրթության մեջ է, ֆինանսների հետ կարող է կապված լինել, անձնական հարաբերություններում, ցանկացած դուք ինքներդ գլխի կընկնեք, հարգելի խեցգետիներ, սա ում ինչի համար է վերաբերում, նոր ինչ որ սկսել եք, նոր եք որոշել, որ պետք է, չգիտեմ, ինչ որ նոր գործունեություն ծավալեք, արևով ասում է, որ շատ հաջող գաղափար է, շատ, սա էլ գաղափարի, նոր գաղափարի հաջողությունը, ես տեսնում եմ, որ անպայման հաջող կլինի, գնացեք անշեղորեն, հավատացեք ձեր ուժերին և գնացեք ձեր գաղափարի ետևից, ամեն ինչ շատ լավ կլինի, շատ կարճ կոնկրետ։